Հանց է ասը։ Էդ ինչ էիր պատմում։ Էրիտի մասին էի խոսում։ Բա ես էլ գյոզերով միացրել էի։ Լավ արի նորից բարևենք։ Հեսա բարևեցինք էլի, ողջույն։ Ողջույն։ Ոնց եք հայր ջան։ Մենք շատ վատ ենք, որտեղ շոքին պետք է գնանք շուկա, 34 աստիճան։ Շուկա։ Մենք գնալու ենք նկարը հանում, մեր գլխավոր նպատակը դա է։ Շուկա չեն գնում։ Դնես։ Ձեռի հետ, հա։ 34 աստիճան ասեցի, ամսաթիվը չգիտեմ, եթե անեիտ ասի։ Դա շուրսը չի։ Այո, դա շուրսը։ Ես քեզ լուրջ հարց եմ տալի, դու ինձ ես հարց տալի։ Ես ինչ փողոց է դե ասեք։ Չասես անեիտ։ Թե չանեիտը շատ է հիշում։ Մի հատ Գյուրջանը անցանք, չէ, Գյուրջան չէր, ոնց էր մեր ջուղայի։ Ջուղային, էս Սաֆարյան չի։ Ասեցի չասես անեիտ։ Հա, ճիշտ ասեցի։ Չէ, սխալ ասեցիր։ Ես էլ ուզում էի։ Պատսկազկա ոնց է հայրը։ Չգիտեմ։ Ոնց չգիտես, դպրոցում չէիր ասում, մի պատսկազի վտարա։ Հայերեն չեմ ասել, Չես ասել։ ռուսերեն եմ ասել։ Դե հիշի անեիտ։ Իմիջիալոց մեր կրթությունը ռուսական է, անդեղով։ Դժգոհում է, որ մենք ռուսերեն ենք խոսում։ Ոնց իմիջիալոց։ Ո՞վ է դժգոհ։ Մեզանից։ Չգիտեմ, նենց պրաստրանը գրել էր, չհասկացանք ում էր վերաբերվում։ Ով էր է գրել։ Մեկը մեզ այդքան բան ծանոթ մարդ չէր։ Պատահական մեկը։ Գրել էր հայերեն խոսել չգիտեք։ Հա, ու 10 բառից Հուշի, մի հուշի, հիշեցի խոսքը։ Չէ, ժողովուրդ ջան, մենք ամեն ինչ գիտենք, ամեն ինչ։ Ուղղակի չենք հիշում։ Թե չեք։ Նենց ներկայացնում ոնց որ բան, հիշողությունը կորցրած մարդիկ ենք։ Ինչի կորցրած, ավելի։ Ես Ուղղակի չենք հիշում։ սոսկալի քանակի բան գիտենք, դժվար է, ով որ քիչ բան գիտի իրան ինչ, 2-3 խոսքա կյանքում չի մոռանում, միշտ վարժ խոսում է։ Արում, դու երեք իմ անուն ազգանունը Facebook-ի բան գրել ես, ես չեմ նայել, այսօր 2 հոգի ինձ բան են, զապրոս են տվել, բացում է մեջը, Զապրոսը հարցում, տես, հարցում, ուրեմն ոչ նկարը կա, ոչ ինվորմացիա կա որևէ, ոչ մի բան, ես շատ կներեք, ոնց ձեզ պատասխանեմ, մարդ, որը անհայտ է ինձ համար։ Դե կարող է գախնի գործակալները։ Դե հիմա գախնի են, ուրեմն չեմ պատասխանի։ Էլի պատասխանի։ Կհանեմ ուղղակի, որովհետև սխալ է էլի այդպես ընկերություն տալ, մի քիչ ինվորմացիա է պետք ունեմ դիմացինը իմանա։ Օրինակ, մարդը թե այլ մոլորակայինը։ Այո, թե բոտա, թե ինչա, ես շատ գիտեմ։ Բոտ ինչ է։ Էլի է տենց մի բան է։ Էդ ինչեր գիտես անետ։ Բա որ կարդում եմ կոմենտները մի բան սովորում եմ էլի։ Ինչ է, այստեղ կանգնա։ Կանգնի։ Չէ, համատեղ չէ, Դե գնատեղ կանգնի։ Դեղեր մի առանձնապես կարգին տեղ չի։ Են մեկը լավ էր։ Ես այստեղ են գնաց, ես այստեղ համեստ կկանգնեմ։ Չէ, նա ձարիթիցը չեմ ուտում։ Թե չեմ մյուսների հավաքածած անա, Անայտ ընդեղ առևտրով ազբաղված։ Ես զմերուկը կարծում արդեն հայկական է։ Զմերուկը հայկական է, չէ արդեն։ Ուրա, ինչ արժի կիլոն։ 300։ Մի քիչ էլ սպասենք։
Երեկանն այդ ասեց իմ ծնունդի օրից հետո ենք սկսում առնել։ Անհետևս իմ ծնունդը Բաքում բոլորը սիրում էին։ Լիքը մրգեր էին գալի մեր տուն ուտում, ինչ ուզես կար սեպտեմբերին։ Բախտավետ արյա, թոմի փոքր խիտան, ավելի է։ Ներողություն։ Համեսեք։ Ողջույն, լավ ենք։ Հա, այդպես կարեղ ծարներ։ Ես անայտի համար են գրել, հրամուս։ Այդ արյալ այս քանի որ կենեք նշալի։ Հա, էլի ժամը ուշ է, դրա համար էլ սենց քիչ մարդ է։ Ասում եմ, Ողջույն։ Իմ հաճախորդներից մեկը շանը լողացրել է ծիրում, որ չէ թողնում քայլե գրկած բերից։ Որ չկեղտոտ է, հա։ Որ ասկա չէ թողնում, որ հանգաչ քայլի գրկած բերից։ հա, բա մերոն գիտես ինչ են անում, ամեն մանգալուց որ գալիս է, ոտերի տակը սրկում են, նոր են մեր ստանում։ Հոնել խելացի ասկացել Կարմիր բիբանի լավ կուշ, չի ուտում։ Չէ, կարմիր ուզում ես կարմիր բիբար։ Ողջույն։ Ուզում ես Արմեն։ Չէ, անայտ է։ Լավ ես եկոտ։ Շունը չի ուտում ինձ է հարցնում։ Շունը չի ուտում, դուք ուտես Արմեն։ Էդ ինչ հարց է օրինակ անայտ։ Ինչի համար։ Շունը չի ուտում, դուք ուտես։ Կարմիր բիբարը նորմալ մարդիկ են ուտում։ Դե քեզ համար է։ Կուտենք ամեն ինչի։ Հələ շատ ունես անայտ հոգնեցի։ Սոխնել է վերջնում, կաբաչկելա պեջանը, չէ, Էլ շիրամի տուրյա, դու շուտ գնանք։ Մի դարդից վրծանք անայտ ջան։ Մնաց երկրորդ դարդը։ Որ։ Հեսա կասեմ, որ։ Ահան, ստեղ կանգնեցինք հին երևանցի փողոցի վրա։ Ընդեղ հյուսիսային փողոտանը, հələ մի հատ նախ դանցնեմ են մայտ, ընդեղ հովա, անայտ արդեն ընդեղ է։ Եկանք հով կողմ, Հով պեջի նման հովա։ ես մասին շոր անկապ բաներ է շարած, լծրած, ինչա չեմ ջոգում։ Ես կարծում եմ ստորգետնյա են ստեղից մտնում, բայց չկա նման բան։ Գնացինք, այ, վրից անցնենք, իրոպե անջատեմ։ Բացը։ Հələ սպասեք։ Մինչև ես իրա վրա չհերվեմ չեմ ոտս բարձած։ Շակասում։ Ես ինքս Այ նայեք ստեղ օբյեկտը եղե, փագել են, ժեշտնել վրայից փռել են, թե ընդեղ ինչ-որ մի բան մնացել է, չգիտեմ, բայց բոլոր դեպքերում լավ է, որ տենց բաներ են անում։ Ընդեղ ոնց որ թե ստորգետնյա, բարև ձեզ անայտ ջան, Բարև ձեզ։ ստորգետնյա օբյեկտ էին փագել ոնց որ թե, են որ ծակում են մտնում են շենքի տակ էլի։ Հա, հիմա ասեմ, Այստեղ ավելի շոկ է, կամ թե հարևի տակ, ես շենքից բուխը գալիս է, հարերը տակացած, այդքան տակ չի, բա ինչ է սենց շոկ, են մասն է շոկ շատ ուժեղ են, են սաղ պատը ուղարկում է մեր վրա իրա ջերմությունը, բա ես մասն էլ ոչ մի կանաչ չկա, դե բայց մաքրել են,
Իսկ դու ինչ-որ վերաբերմունք են ցույց տալու։ Հա։ Այն տղան որ պարկած էր Փարիզում կա, ինչ է, սենց պարկած Հա, պատերի տակ։ ինչի պատերի տակ, մայթի մեջտեղն է, պարկում, Բանկի մուտքի մոտ։ փողոցի մեջտեղի մասը։ Սև թութ։ Այդ չեմ կարում երկրորդ պրոբլեմը ասեմ շուկայից հետո։ Երկրորդ պրոբլեմը այն է, որ ես երեկվանից այսօր նույնիսկ քնի մեջ ուշադիր լսում եմ կատուները, որ քնած լսում եմ։ Ինչ։ Դու ոչ մի ճաշ սարքելով չզբաղվեցիր 2 օրվա մեջ անայդ։ Այսինքն մենք մնացինք։ Այո։ Այսօր իրիկունը կսարքեմ, որ գանք տուն, որովհետև առավոտը ես չեմ հասցնում, այսօր ահագին արտուկի գործ կար, չկարողացա։ Դե մի հատ գրավորը ցախ կներկայացնես, ընտանեկան ժողովում կնայենք, կամ կարդարացնենք, կամ Сырость? Жесткая сырость. Некоторые... Вот есть такой ստեղ լավաշ են վաճառում։ Ասում եմ մի հատ են քամանչայի մոտ գնանք, տենանք ոնց է այնտեղ։ Ինչ կարանք ուտենք, չուտենք։ Այստեղ լավը չէ։ Բայց չեմ հիշում ինչ կերանք։ Դու են քո բաները կերար, ծովա, Հա։ ծովային Սովախած գետինները։ չգիտեմ ինչերը։ Հələ բարձանանք քամանչա։ Ուղղակի այդ քամանչայի դուրսը շոկ կլինի պատի տակ էլի։ Ես եմ մտածում։ Հա։ Հա։ Ողջույն։ Ֆեյն։ Ես ինչ է ֆեյնը։ Երևի ավելի շատ հարցրավենիքի բան է, չէ՞։ Թե չէ։ Չգիտեմ, Ֆեյն, անծանոթ է։ Ես հիշում եմ մի անգամ Ալիսան գովում էր, բայց որպես ինչ էր գովում չեմ հիշում։ Դե նա ის սեղաններին դենիք չկա, սա ինչ որ Այ մի րոպե անայդ ես ես ինչեր են։ կայանատեղին վճարեմ, Հա, չմոռանամ։ այ հենց հիմա էլ վճարի։ Ստություն դրած չի, ոչինչ ընդեղ հիմա։ Որտեղ մանիցիզացիա, հա։ Դեռ չունենք այս բան երաշխություն, բայց ամեն ինչ շաբթի ու շաբաթօրերը ունենք մենք։ Չէ, ինձ նկարելուն կխանգարի։ Այդ ժամանակ դուք ստեղ պատմեք ավելի լավ է։ Ոնց է կոչվում։ Ստեղ էլ այն ինչ բան։ Մարգոյտն է կոչվում եկա։ Մարգոյտ։ Մարգո հեն դրած Հաուսով Մարգոտն եք։ Ահա։ Ինչա Մարգոտ, վերջին թի, որտեղ ֆրանսերեն ես Մարգոյին Մարգոտ են ասում։ Դե համար։ Ֆրանսուի է Մարգոն։ Հա, ֆրանսիա հայ ինքը, Հա։ բայց իրան որպես Ֆրանսիայի ավելի եվրոպական են հենց փորձել կոչել, այդպես կոչվել է House of Margot։ Margot հավաքագրական կերպար է, որը ճանապարհորդել տարբեր երկրներով, տարբեր երկրներից հավաքել է տարբեր ճաշատեցակներ, տարբեր առարկաներ։ Ինքը հայտնի մարդ է, թե մենակ դուք իրան գիտեք։ Դուք եք հավաքագրել։ Հա, այդ հասկացա հիմա։ Տարբեր առարկաներ։ Ահա։ Այդպես վերջին տեղը եղել է հենց Հայաստանի իր տանը։ Ուզում եք կարող սենյակներ ներկայացնել։ Մի րոպե հայ է Մարգոն։ Այո, իհարկե։ Այո։ Հաստատ։ Հա։ Արդեն պատմեց երիտասարդը։ Երիտասարդը ասես, որ Ֆրանսիան շատ աղանել Մարգոն։ Ֆրանսիան։ Այո։ Բայց ինքը Երևանից է։ Այո։ Հա։ Այո, եւ նաեւ եթե դուք ներս մոտ գործեք, տեսնեք թե ինչքան շատ Հա, ամեն ներսում հող է։ որտեղ ֆրանսիական դիզայնը այստեղ բոլոր սրաները մատացել են։ Դե գնանք մտնենք նայենք։ Բայց երաժշտությունը է։ Երաժշտությունը փոքր ցածրացնել։
Ահա, լսում ենք ձեզ։ Քանի որ գործընկերս ասեց, որ ռեստորանը տան կոնցեպտի հիման վրա է բացվել, ինչպես յուրաքանչյուր տուն, մեր տունը, կամ այսպես ասած Մարգոյի տունը սկսվում է իր նախասրահից կամ ամեն ասած օրից։ Նախասրահը պետք է ունենա նաև ժամանցի կամ հյուրերից բախելու համար որոշակի փոքրիկ հատված, դա շախմատի սեղանն է։ Ահա։ Հյուրերը կարող են գալ եւ Ստեղ շախմատ խաղան։ Այո, դեսեր խաղի մեջ տրամաբանական զարգացվածը առանձնանում է այդ շախմատը։ Դրա համար մենք որոշել ենք որպես Ճիշտ եք որոշել։ ընտրել ենք շախմատը։ Բայց բացի շախմատը Նարդին շատ աղմկոտ է։ Իհարկե, դե նարդին մի քիչ կոնցեպտից դուրս։ Այ եթե Մարգոյի փոխարինել մեկ այլ փափիկ, իմ կարծիքով նարդին համահունչ կլիներ։ Բայց քանի որ հյուրերը կարող են նաև ցանկություն ունենալ, օրինակ, կարդալ իրենց դասի ժամանակ, մենք նաև ունենք այստեղ գրքերի հետաքրքիր կոլեկցիա։ Գրքերի մեծ մասը սովետական գրականություն են, անգլիական գրականություն, ֆրանսիական, այդտեղ նաև հայ գրականություն։ Այո։ Գեղեցիկ երիտակիր գրքեր։ Բայց միանշանակ նախասրահով չենք բավարարվում։ Սա Մարգոյի հյուրասենյակն է, խնդրեմ համեցեք։ Հյուրերի Մարգոն դիմավորում է իր հյուրասենյակում եւ այս կլոր սեղանը հենց կոչվում է Մարգոյի սեղան։ Սա հենց ընտանիքի, այսպես ասած, փոքրիկ հաճելի սեղան է, որտեղ կարող են ընտանիքի բոլոր անդամները նստել։ Վառհասարակ Մարգոն երբ ընտանիքի որոշակի այսպես հյուրեր է ունենում, որոնք գալիս են իրենց ընտանիքի ամբողջական կազմով, տրամադրում է իր կլոր եւ գեղեցիկ սեղանը։ Հասկացա։ Այս սեղանը նստողները անվճար են։ Այո, սեղանը ինչ որ վճար չի ունենում։ Քանի որ ծանոթների համար է, հա։ Հա, բայց քանի որ միայն նստել եւ ինչ որ ուտեստ ճաշակելը քիչ է, դրան պետք է նաեւ երաժշտությանը, ուտեստին համահունչ երաժշտություն, Մարգոն ունի նաեւ երաժշտական հատված։ Երաժշտությանը, այսպես ասած, ուտեստի հետ համադրվելով նա գեղեցիկ միջավայր է ստացվում։ Ցավոք մենք երաժշտություն չենք կարա հիմա, բայց հա։ Բայց Մարգոյի ամենահետաքրքիրը, այ ինչպես մենք պետք է ձեզ հաստատենք, որ Մարգոն ճանապարհորդ է։ Որպես յուրաքանչյուր ճանապարհորդ, դա կլինի ինքը տղամարդ, ճանապարհորդի ճանապարհության ընթացքում երկրից պետք է որևէ սուվենիր հիշարժան իր ունենա։ Մարգոյի բարակայում հիշարժաններից առաջինը հենց իր բաժակների կոլեկցիաներն են։ Տարբեր Արմենը, չէ՞։ Ամեն տեղից բաժակներ։ Այո, տարբեր երկրից տարբեր տեսակ բաժակներ են հավաքվում։ Առասարակ երբ հյուրեր են ունենում, նաև իրենք կարող են բաժակներ նվիրաբերել ռեստորան։ Հա, տենց էլ կարելի է, հա, այսինքն եթե բաժակը կա Տանզանիայից, անպայման չի, որ Մարգոն Տանզանիայում եղած լինի։ Հա, միանշանակ։ Հյուրն է եղել։ Այո, դե քանի որ ճանապարհորդ է Մարգոն, ընդունում է նաև նվերներ իր հյուրերից։ Եթե հյուրերը բերեն որևէ երկրից կամ որևէ տարբերում ու արտասովոր բաժակներ։ Իսկ գիտենք Մարգոն քանի երկրում ա եղել ընդհանուր։ Մարգոն իրականում կոնկրետ ինչ-որ երկրների քանակ չկա որ եղել է, քանի որ նա դեռ չի կանգնեցրել եւ շարունակում է ճանապարհորդել։ Հետո հավաքագրական է ինքը, հա։ Այո, հավաքական ընդհանուր կերպարը Մարգոն Հավաքական։ կարող է իր ձևով պատկերացնել։ Իհարկե, այստեղ շատ կարևոր է Մարգոյի խոհանոցը, բարի մեկտեղված, փոքրիկ միջավայրով, փոքրիկ սեղաններով, ինձ թվում է ամենահաճելի ու հավես անկյունը, որ կարելի է երեկոն վայելել։ Եվ ամենահեշարժան ու հետաքրքիր սրահը Մարգոյի գրադարանը։ Ինչը։ Գրադարանը։ Քանի որ այն նախասրահի այդ գիրգրականությունը քիչ է եւ մեզ պետք է մտնել առանձին սրահ, Մարգոյին առանձին սրահ, որտեղ իր տան հյուրերը կարողանային հանգիստ ընթերցել եւ օրը վայելել, Մարգոն դրա համար ունի նաեւ իր տան փոքրիկ այսպես գրադարան։ Իդեպ բացի բաժակներից Մարգոն ճանապարհորդության ընթացքում նաեւ հավաքել է գեղեցիկ նկարներ։ Նկարների չաթը ուսանողներն են նաեւ նվիրել ռեստորանին կամ այսպես ասած Մարգոյին։ Եվ բոլորը ձեռքի գեղեցիկ ուսանողական աշխատանք։ Ախմատովայի պրոֆիլին նման չի։ Հա, նոմա կարող է հենց Ախմատովն է։ Կարող է։ Շատ գեղեցիկ է։ Իսկ սեղանները եւ մյուս աքսեսուարները եթե ուշադրություն դարձնենք, բոլորը հիմնականում ֆրանսիական դիզայնով են, դա էլ արդեն իսկ հաստատում է թե բրենդի անունը, թե ամբողջ տան կոնցեպտը, որ Մարգոն ամենաշատը համարել է հենց Ֆրանսիան եւ ֆրանսիական դիզայնը։ Ստեղ պաշտորեն գիրք կարդացողներն են նստում, հա։ Ճիշտ հասկացա։ Ահա, Անահիտը հասավ մենյուին։
Հարիստեղ մի րոպե նստենք կարելի է ինչ որ մի սեղան որ չխանգարենք էլի ապսե բան չհավաքեք։ Դուք ոչ մի տեղ չեք խանգարի։ Կարող եք հենց նախասրահում նստել։ Գլխավորն է, բարի։ Այո։ Ոչ գլխավորը։ Ոչ գլխավորը դա լավ է։ Մարգո home թե house ոնց էր։ House։ Կարող եք հենց այս երրորդը, այստեղ համիստ երկու կամոն նախատեսված։ Ինչքան որ կամոն։ Հատուկ է սկավառակները։ Այս սկավառակները նույնպես մարգոն իր բաժակների, գրքերի եւ նկարների կոլեկցիայի հետ մեկտեղ, որպես կոլեկցիոներ հավաքել է նաեւ այս գեղեցիկ վինիլները, որոնք նույնպես ճանապարհորդության հետևանքին եւ արծին։ Այսինքն ընդեղ է գնել։ Կարելի ասել նաեւ այդպես, թե տարբեր երկրներում տարբեր տեսակ, չգիտեմ, երաժշտական ճաշակներ ձեռք բերելով, ոնց որ տարբեր երկրների երաժշտական սկավառակներ է գնել։ Կարող է մի երկրից գնաց լինի, բայց տարբեր երկրների երաժշտությունների սկավառակներ։ Դուք այստեղ նկատեք, չգիտեմ, մեկ կարող ֆրանսիական երաժշտություն լինի, մյուսը ամերիկյան եւ այլն։ Իսկ Մարգոն ձեր հասակակիցն է։ Չէ, Մարգոին տեսեք, քանի որ մենք ընդունում ենք Մարգոին որպես հավաքական կերպար։ Տենց է։ Եվ քանի որ Մարգոին ինչպես յուրաքանչյուր հավաքական կերպարի մարդիկ կարող են տարբեր կերպ ընկալել տարբեր հասակի, ամեն մեկը իր կերպով։ Օրինակ ես ընկալում եմ որպես 50 տարեկան կին, չգիտեմ, փոքրիկ շեկ, այս շեկությամբ մազերով, իսկ մի փոքր այսպես։ Այդ արդեն հետաքրիր է։ Բայց ինչ որ ուրիշ հետաքրիր բաներ չեմ կարող ասել։ Ամեն մեկը իր ձևը ընկալում։ Բարձա։ Համենայն դեպս առաջին ու կարևոր հատկանիշը որպես ազգության փայ, ով հյուրասեր է եւ միշտ պատրաստ է իր տանը հյուր ընկալել բազմաթիվ։ Հիմա լրիվ հասկացա։ Շնորհակալություն շատ, հիմա գնամ մենյուն մի հատ նայենք։ Այո, իհարկե։ Մատուցողին խնդրեցինք մի երկու բան խորհուրդ տա։ Դոլմա Մարգոյից եվրոպական steak fries-ը կարող եմ խորհուրդ տալ։ Մի րոպե Դոլմա Մարգոյից։ Ահա։ Սխտորով մածունով, հա։ Այո, սխտոր մածունով ինքը շատ։ Խաղողի տերևներով է, չէ։ Իհարկե։ Ահա 3900։ Հա, 1 բաժին 8 հատ է։ Ահա 3900։ Ուրիշ։ Ահա, հայկական խոզի չալաղաչ մատուցվում է կարտոֆիլի ճմուրով։ Ճմուրը են որ պլեջ են ասում, հա, էտա։ Չէ, ճմուրը ինքը վարարան են դնում, դրանք վարանից հանում են, իրան այսպես ճզմում են, կարակ են դնում իր վրա, հետո պանիր են իր վրա քերում, ու էլի դնում են վարարան, շատ համեղ է ստացվում։ Էդ էլ 5500։ Այո։ Ահա, ուրիշ։ Այս մեկը երիտասարդը steak free։ Տավարի փապկամիսա։ Գրած է, որ սա Փարիզում կլասիկա է, այդ steak free մասնակցությունը, բայց կլասիկան էստեղ էլ է, էս տանը։ Այսպես ասեմ, կլասիկան ամբողջ Եվրոպայում է շատ հայտնի, մանավանդ Ֆրանսիայում, բայց Հայաստանը արդեն մուտք է գործել այդ ինքը steak fries է կոչվում, որպես արմեն հարթմանաբար steak fries է կոչվում, ինքը միշտ մատուցվում է կարտոֆիլով, բադի կրծքամիս։ Հավի կրծքամիս ծնեբեկով, հա բադի կրծքամիս ասեցիք։ Բադի, այո։ Հավի կրծքամիսը, այո, բադի կրծքամիսն է մատուցվում է գինու մեջ պատրաստված տանձոր, ինքնին շատ համեղ է։ Մի քիչ ներքև հավի կրծքամիս, ծնեբեկը արդեն գիտեմ ինչ է։ Ծնեբեք։ Սնկով սերուցքային սոս։ Սնկով սերուցքային, այո։ Եվ նրա սիրելի աղցանը։ Այո, գելավես հորթի փապկամիսը, խարականաչի, բուլղարական պղպեղ, սոմբուկ հա, հորթի ֆիլե է, հա։ Հա, հորթի բարակ խարականաչի, ահա։ Գրիլի վրա։ Այո, շատ Անտարային սնկի կրեմ ապուր։ Կրեմ ապուրները կան, հա, կարմիր ոսպի։ Կրեմ ապուր։ Բաժիրջանը խարում են սոսը։ Շատ համով, բայց ամենասիրելի։ Հարմ և կանաչ։ Ես բակլաժան չեմ։ Դուբը վերեք։ Քյուֆտա Արիշտայով, ինքն շատ լավն է, տապակած քյուֆտա է։ Արիշտայով։ Բայց գրած է գադյաժի ֆիլե։
Էդ ինչ է նշանակում։ Դավարի փապկամիս։ Հա։ Հավիճի կամ այլ նշանից Հա, դավարի։ հա, Շքեֆտան հետաքրքիր է արշտայով։ Լավ, մի հատ ժողով անենք անեիդ հետ, հայկական խոզի չալավաճ։ Դա արդեն ներկայացրել ենք։ Հա, իսկ մատեր կան հայկական խոզի։ Մատեր չկա։ Մատեր այսպես ասեմ, ունենք սթեյքի մեջ, գյուղական սթեյք ունենք այստեղ 4 հոգու համար նախատեսված։ Հա, բայց մենք երկու ենք։ Հա, իրա մեջ արդեն կա խոզի մատեր։ Բարբիկյու։ Բարբիկյու սոս։ Ну, լիպս, այսպես ասեմ։ Անչոուսի այդ ձգտեն փոքր ձգներն։ Ինքը թույլ կծու։ Ինչ ես Դու ինչ-որ բան հետաքրքրեց քեզ անայդ։ Բոլոր նկարները ներկայացրել են նկարները Հերմանեզյանի աշակերտներն բոլորը։ Ստեղ ինչքան կա բոլորը Թերլեմեզյանի աշակերտներն են։ Ուսումս լավ աշակերտներ են, հա, Թերլեմեզյանում։ Շատ լավ է։ Ահա, այ Instagram-ի էջ ունեն տղաները։ Եթե ստեղ մտնեք, մանրամասն մենյուն կա, կարող եք նայել։ Դրեմ, ամեն ինչ կա ստեղ։ Մի հատ հետ գնայիք, ես անունը նորից մի հատ լավ չուս տամ, այսինց է անվանումը։ Margo welcomes, հա։ Վերջ։ Food menu։ Հա, արդեն բարձր, բոլոր մենյուները կան։ Ամբողջ նկարներով։ Հա։ Եղավ, շատ շնորհակալություն։ Շնորհակալ։ Մենք էլ ինքներս մի հատ Իհարկե։ լավ կծանոթանանք։ Ամեն դեպքում ես տեսնեք։ առաջի տպավորությունը ասեմ, Սիրով սպասեմ։ անձնակազմը շատ հավանեցինք, շատ հաճելի երիտասարդներ են, Շնորհակալ եմ ես շատ զգացում է իրանց գործը շատ սիրում են։ մեծ հաճույքով։ Մենք դա լանչ եւ նախաճաշ ունենք։ Եթե ցանկանա կարող եմ լանչի եւ նախաճաշի մենյու մոտեցնել։ Դե այդ արդեն բոլորը կա, չէ, Instagram-ում։ Բոլորը կա Instagram-ում, այո։ Հա։ Ինչ-որտեղ իմ նկարելը նույնիսկ ստացվեց մենյուի նկարելը ավելորդ էր։ Ավելի ճիշտ կներ ստեղ զբոսնեի։ Մարկա չունի Instagram։ Ես արդեն հիշում եք, Մարգոյի սեղանն էր, ահագին սրահներ կան։ Եղավ, շատ շնորհակալություն ձեզ։ Ձեր գործերին հաջողություն։ Ձեզ բարի ճանապարհ։ Շատ շնորհակալություն։ Սպասենք ձեզ։ Կազմ պատրաստ կգանք։ Տեսնենք ենք, ձեզ սիրով եք սպասենք։ Ձեզ լավ երեկո։ Բանը կնայեք։ Ստեսեն ձեզ։ Տեսյուն։ Երևան է, չէ՞։ Տենց ստացվեց։ Շատ հաճելի է։ Ստեսեն։ Ես մեկն էլ Քամանչան։ Այս սախտերը երաշտություն է։ Հա, այս Քամանչան լավ զբաղված է։ Սպասենք կլնի, հա, ներսը։ Ներսը հովա չէ ավելի։ Հա, չէ, ստեղ հնարավոր չի նստել։ Հնարավոր չի նստել։ Շոք է շատ։ Դե արի մի քիչ զբոսնենք։ Ծիրանը քանիսով կտակ, որ 2 կիլով եք ալեմ։ Չէ, էժանով տալիս եմ 600 կիլոն, 1000 են բերեն։ 600-ով տարեք։ Մեզ 600-ով կտակ։ Երեք։ Քանակի ծիրանը։ Արմեն։ Հələ։ Լնային սիրունը։ Դե արդեն վերցրեցին ահագին։ Այս աղջիկը վերցրեց ու գնաց։ Լավ է, ինչ է, ծիրան այլ է։
Այստեղ ոչ են նստել ես երեխեքը։ Ես մարդիկ ստեղ։ Շոկ-շոկը։ Դժվար է ջուրը մի կերպ։ Դժվար է ջուրը ինչ-որ լուրժման անի։ Նա ինչով տեղ նստենք մինչև այդտեղ ազատվի։ Չգիտեմ, շատ շոկ է։ Այսօր երևի երեկվանից շոկ է։ Չէ՞։ Աջան։ Չնայած ինտերնետը ցույց տալի, որ այսօր ավելի հով է, քան թե երեկվա օրը, բայց չէ, այսօր ավելի շոկ է։ Կարող ազատվես Դու գնա, չի ազատվել, չի ազատվել։ Առաջ մի քանի հոգի սպասում են, սա նստեն հետ։ Ախ, մի քանի հոգի կա հլը, հա։ 25 րոպե պետք է լինի, էլի սպասել։ 25 րոպեից կգանք։ Չէ, դիստեղ սպասել, կարամ աթորտան նստել։ Շոկ է էստեղ, ներսը կարա կաթորտակ, ներսը հովա գոնե։ Մի րոպե սպասեք, նամ կարողան։ Սպասեմ։ Բայց Մարգոյում դուրեկան էր ինչ-որ այդ լուսավորությունը, ինտերիերը բանը դուրս եկավ։ Քամանչայում ներսը չեմ եղել ճիշտ ասած։ Քամանչան մի անգամ եկանք դուրսն էինք։ Այս շոկ է։ Ընդեղ սպասի, Բայց ընդեղ այդ աղջիկը ասեց գնամ տնամ ներսը տեղ կա ձեզ նստացնեմ։ Դու նստի, ես մի քիչ մանգամ կգամ։ Բայց ես Քամանչայի աժիոտաժը անսպասելի էր, չէ՞, շիշքան մարդ է մոտ։ Դու դուրս գա տնանք քեզ համար տեղ կա նստելու, նստես։ Հա, այդ աղջիկը փոշմանեց, ասեց 5 րոպեից ես, բայց ոչ մեկը չիմանա։ Տավարիկ չավապ, հավիկ չավապ, զոք չենք ուտում։ Այսը ես սիրում եմ։ Ես ինչ է։ Չգիտես, կոլբա։ Դե բանարը, անայդ, մեկնաբանի։ Հաճար։ Հաճար սնկով։ Էտա, դու քո գործը կպսրեցիր։ Տանք ներս մեջ լույսերը։ Կոնդիցիոներն էլ չի աշխատում, սատվիցնա։ Հա, երկը։ Ինչ անենք, գնանք։ Գնանք առնի։ Դա չստացվեց, արդեն սաղ ընտրեցինք, ինչ ենք ուտելու։ Լույսերը անջատեցին, Կոնդիցիոները անջատվեց։ Մենք էլ ավելի շուտ կամ թե դուրսը։ վախեցանք, փախանք։ Չնայած այն լավ աղջիկը ասեց, մինչև լույսերը անջատել է, ասեց ես ձեզ կնստացնեմ, բայց նենց որ ոչ մեկը չիմանա։ Գախնի։ Նելի խանութն է։ Այ ճիշտ է, հա, բա երկի Միա։ Պրեզենտացիայի մեկանք, որ մեկներ անայդ, հա, հենց ես, հա։ Ստեղված հետ խանութից ոչ չկա։ Հա, ստեղից բարձացանք, ներս մտանք։ Սեյվերա։ Դեստե մոտիկ երկու տարբերակ մնաց, կամ ընդեղի են լամաջուն, են օրը որ գնացինք։ Կամ էլ ինչ է, ես լավ չհասկացա դու ինչ ասես։ Ստեղ մի հատ կար է, Այս կաֆե։ այդ բակլաչովի մեջ են իրանք։ Արի այդտեղ գնանք, մի հատ սալատ ուտեմ ես։ Վերջոքի ինչ ես դու ուզում։ Ես տեղ հազիվ լավ սպաս էի քթել, իշլիկ քյուֆտայով։ Հələ տնանք։ Իսկ ես աճար եւ արդեն աղցան էի ընտրում, բայց դեսից չի գնի, չէ։ Համ հոգնեցինք էքսքան սպասելով, հետո էլ խեղտոցի մեջ, մտության մեջ նստեցինք։ Լավ նստենք մի հատ մենյուն վեկալենք։ Արժի դուրսը վերցնենք մենյուն, շոկ է, չէ։ Կարև ձեզ։ Իհարկե կարող եք։ Այո։
Երկուսով ենք լմնում։ Ընտրեցի՞ք թե։ Ես ինչ սիրում բանա։ Այս խոհանոցն է։ Այս լավ նկարներ են։ Այս ռեստորանը փոխվել է։ Հա, փոխվել է։ Մեր իմացածը Աֆոգադո էր կոչում, սա Չիչիկո է, վրացական է, բայց տերերը նույնն են, բակլաչով էլի, բակլաչովը հիշում եք որն էր։ Հատ ծխեմ ես դուրսը, ես ինչ շոքայում էր, ներսից հետո, ես էլ շիրակը, Հրանց ջան ողջույն։ Կողբացի փողոց։ Пахлава է։ Վոլկի, գաթա, կեքս, լահմաջո, ինչ ուզես կա է մարդ։ Այս ինչ կլնի շատ հետաքրքիր է ինձ։ Ստեղ լավ բիլարդանոց էր, ինչքան էի գալի, ու այդ ընթացքում ինչքան մարդ Հայաստանից գնաց, իրեք եփեր մոտարապես 2000 թիվը, այնց ես բիլարդանոց եկողներից, ինչքան մարդ գնաց Հայաստանից այդ ընթացքում։ Absolutely fresh. Ֆարշ, ասեցին շատ համով բուրգերներ են տալիս։ Ստեղ էլ ավտոմեքենաների ներմուծում, այսինքն Broker AM, պատվիրում ես բերում են, հա երևի, Broker AM-ը, կոնկրետ ես մի մեքենան է հլավոր, հա ոնց որ, այդ ֆարշը ասեցին Նովիկովի ռեստորանն է, Նովիկովը չգիտեմ ճիշտ ասած, բայց իր ռեստորանն էր։ Ես էլ սենց երկար բակա հիշում եք, գնում էինք վերջում կինոպիոների բակն էինք դուրս գալի։ Լավ հետ գնամ, կարծում եմ արդեն։ Հա, ես պատվիրեցի, վերջս տեղ էլ սպաս կար, վերացական սպաս, հա, պաստորեն։ Չէ, բայց մածունից վանից սարկած էր, մեկ էլ որդի քյաբաբ, դե ստացվեց նույն սպասի իշլիկ քյուվտայով էլի, մոտավորապես, անայդ ինչ պատվիրեց, հարիսա պատվիրեց,
Ռեժան պատվիրեց դսերից համը մնացել է բերանը Ռեժանի ու վերջա ոնց էր այս հավատ չիմացա պատվիրեց թե չէ ես ինչ լավ ծաղիկներ են Կատում եք դուրսը մարդ չկա, չնայած ծխել կարելի աստերևետին, բայց ոչ մեկը չի ուզում։ Անդեղ էր մուտքը։ Այս Լենինը, դե զեպյուրը իրանց ցանցի մեջ է, դրա համար Իշում եք ընդեր Լենին կար, արդեն բերել են ամայդին, Ալո, ինչ-որ բաներ։ Լարիսա Իվանովնա ուղաչու։ Սենց բան կա պարզվեց։ Ռեժանները Անայտը Ռեժանը չհավանեց դսերի Ռեժանը հետ համեմատած ես էլ մի կտոր փորձեցի դե ոնց որ կարա քնի էլի ճիշտ ասած ոչ թե Ռեժան Դաժե ոնց որ մարգարին լինի Դաժե տենց հա Ես էլ իմ քաբաբը Արիսան ոնց է անայդ Չորս Աջան Չորս հասկացա Երաշտությունը ես ցույց տամ կարճ Ռեժան 1100 Հարիսա 1400 Ամպելիք նատախտալի 1200 Հացի զամբյուղ 600 Ջուր հանքային 500 Տավարի քաբաբ 1600 ու սպաս 1000 Ես էլ ներքևի մասը սպաս 1000-ից շարունակենք ամբողջ գումար 7400 հետո ինչ-որ տոկոսներ 8140 ընդամենը 9000 Իշ ջրել է Ջրել է, բայց հանգիստ կարակ հայտեք, մենք ենք արել Ոյ Անայդն տեսում շնորհակալություն Անայդը ասում է անձրև է եկել Դագանյայիցի Հիմա ես հասկացա Հնդկաստանում ինչի մեծ մասը միշտ չեն ուտում
Ես շոքին հետ նիչագիտ։ Այդ օջախուլի չմանում դեն ինչ էր, կուպատի մենակ ֆոտոից արդեն վատանում էի լուսանկարը նայում ես այդ կաբաբը լավն էր բավականին հա բայց էդ էլ սպասով հազիվ կերա Բայց սպասը սա մնաց են բանը, ծորենը, կորկոտը դե շատը ջուրը խմեցի Կաբաբի հետ։ Ես քեզ ասեմ նենց միջին կարգի բան էր տեղը։ Բայց խեր, կաբաբը լավն էր, հա, բանը։ Լավը չէր ընդհանուր։ Ռեժանը հիաստապված սրեց։ Ռեժանը սարսափելի էր։ Դե ռեժանը մեզ դսեխը երես տվեց։ Չէ, բայց ինչու մենակ դսեխը։ Մենք ամեն տեղը ռեժան դուրս որ գնում էինք, պատվիրում էինք, բայց սենց վատը ես երբեք չեմ անդիպել։ Շատ պինդ էր, չէ։ Բա ուր ենք սենց գնում։ Չգիտեմ։ Ես ուզում գնանք։ Ես բացեցի, հա։ Որտեղ Պուշկինը են, հա, ես ավտոմեքենաներին։ Արի, այդ արդեն ցույց եմ տվել։ Հա։ Կարգին չեմ հասկացել ինչը։ Բերում են պատճառում էլի։ Հա, բրոկերներ եմ։ Ես ինչքան Արմիսկո ժամը չի լրացել մեքենային։ Հեսա կնայեմ։ Գնացինք, Պուշկին դուրս եկանք, Well, Yerevan is going through a lot of changes. լավ մի քիչ քամի եղավ, չէ։ Հա։ Դուր եկան։ Есть помощника. Я приехала, у меня ноги. Ну неправильно. Բերյուսով ինստիտուտը, սենց մի հատ մեծ շենք, ընդեղ էլ սիրելիս, չէ, ռեստորանը։ Այո։ Զխորից։ Ես ինչա գլուխս սկսեց պտտվել է ժողովրդի քանակի։ Դե փողոցը այնքան էլ նեղացրել սախ նստած ուտում են, մանգալու փողոց չի։ Վերնատուն կենտրոն։ Կերոն հիմնադրամ։ Թումանյանի վերնատուն անունով է։
աղցաններ բանի։ Այ ճիշտ է, աղցաններ է պետք ուտել անայդ։ Մենք են սկզբից այդ մարգոյում պետք է աղցաններ պատվիրեինք ու դրանով վերջանալն էր։ Այսօրվա ուտելը։ Դե դու ախր միշտ ուտելուց հենց մեծ սպասելիքներ ունես, որ աղցանը քեզ ինչ։ Չէ, իսկ ես ինչ կերա բաց է թալիսայից։ Առանց հացի, առանց ոչ մի բանի։ Պիոները։ Ժամանակ էս կինոպիաները ինչ մեծ շենք էր, չէ, էս փողոցի վրա։ Սա սեփական տներ էին։ Լավ նկատեցիր։ Սենց գնանք էլի։ Գնանք։ Բերյան փողոց։ Մեծացրել են, թե հակել են, չէ, առաջ սենց չէ։ Հա։ Էնա կինոպիոների պատը ընդեղ մնաց։ Ես էլ մուտքն էր։ Ես ինչն է։ Կինոպիոների մուտքը։ Ես են ժայր եմ դրստը։ Դեր ինչը բաստուրմա էր, ինչ էր, սսվակ խանութ էր, չէ։ Ճիշտ է, մի վաղտ կար։ Դե հայտնվում են, վերանում են։ Արի շուշուտ անայդ, բարես ես։ Eva, ¿y tú me reservamos? Ես ինչ գժանոց անեք։ Դու ինքը դեկար ես մայր, ես Դու ալանդեղ նայի, հլեն քանակը նայի։ Մեքենան ընդեղ է։
Ապշած եմ ուղակի։ Ենով էր ուզում տուրիստներ շատ ելնեն։ Հələ մի հատ ընդեղ նայեք։ Սպասի մի հատ են կամերայով ես տեսարանը նկարեմ ու գնանք տուն։ Սպասեմ։ Կարող է ինչ-որ ուրիշ քաղաքի համար սա սովորական երևույթ է, բայց Երևանի համար սա Անոմալիա է։ Էն էլ է շոկին։ Սաղ իրար վրա են գալիս, բրբրթվում։ Շոկ։ Փողոցներում ուտում են, մսեղենը։ Վայ։ Հին Երևանցի։ Մի հատ էլ դուրս գանք Պուշկին։ Այստեղով անցանք մի քիչ առաջ։ Մեքենաների համար ահագին տեղ կա։ Մարդկանց համար տեղ չկա։ Ոյ հասիշտս ինձ ոտացավ ես նեղ մայթի վրա ու այդ մարդիկ հակո վրա են գալիս սենց։ Տերան էլ կտրենք, կտրեցինք։ Հա? Վերև չեր կարելի գնալ։ Հա, վայ կարելի էր, ճիշտ ես ասում, գնանք։ Դու ճիշտ ես։ Գնանք վերև։ Հա, լրիվն են ճանապարհը ստացվեց։ Ամբողջները խելագար։ Արիո, իսկական։ Այ աստված։ Էս շոկին ասա։ Ինչ են կտել ստեղ։ Հա, կանաչեց։ Ես ինչ ուզում անեց ու հասկանում։ Աղջիկա ռուլին։ Նոր ասովորում։ Առաջ հետ տալ ասովորում, հա? Ես էլ հասանք Թումանյան։ Հետաքրքիր է, այս ժամանակ միշտ քաղաքը կիսա դատարկ է լինում, որ գնում են ամառանոցներ, մինչև սեպտեմբերին եկը, որ հասցնեն էլ երեխեքը։ Բայց հիմա Սոչի, Յալտա։ Հետո սևացած գալիս էին քաղաքում ման էին գալի։ հա, ով ավելի սև է։ Սպիտակ շորերով, որ ավելի ընդգծվի էդ։ Կարգ ու կանոն կար այն արտես ինչը, ով եբ ուզում է, ուր ուզում է, քաղաքը լցվել է։ Սա ետնովն էլ կտրենք, Տերյանով սլանանք, Գագոյին ու Սվետիկին վարևենք։ ողջույն։ Ողջույն, սիրելիներ։ Ծաղկոնել Հասմիկին և Արմիկին։ Ողջույն։ Հասմիկ ջան։ Մի տարին շուտ անցավ։ Շուտով մի տարին կլրանա, որ Հասմիկը մեր հետ չի։ Մենք Մոսկովյանը անցանք։ Այո։ Եվ Տերյանով շարունակում ենք գնալ վերև։ Դեպի վերև։ Հայկուն ինչ-որ նման երկուներ, չէ, վերև։ Այդ վերջի երկերից է, շատ գեղեցիկ երկեր։ Ոնց որ դե ծանոթ էլ չեմ։ Այն օրերը, որ ինքը մահացավ, այդ երկն էին անընդհատ դնում տարբեր տեղերում։
Մեզ համար է օրը կարևորը Անեջուն Հաջեն Որկա իջնում ենք քաղաք, թարմանում ենք, լիցքավորվում ենք Որկա իջնում ենք, հոգնում ենք Լիցքաթափվում ենք Ուժաս պար գնում ենք տուն Ուժաս պարնում ենք, չենք լիցքաթափվում Կեսեց որ հնարավոր է լիցքաթափվել Ես շոքը Առաջին հեշտ ենք չի ամեն ինչը տանում թեթև Հիմա ամեն ինչը Դու գիտես, դժվարացել է բացի ամեն ինչից քաղաքում այսքան մարդ չկար, դա էլ է հոգնածնում ախր քանակը մարդկանց Դու պատկերացնում ես հիմա Փարիզում ինչա կատարվում է իրանց 40-42 աստիճանով Այդ հեշտ տուրիստներին եմ մեղքում, որտեղ դե գումար են տվել, չէ որ կան ու այդտենց դժոխք են ընկել Մենք եմ մի տարի հիշում ես այդ որ Մադրիդ ու Փարիզ Մեկ էլ մեր առաջի Փարիզը 25-ից բարձր արդեն մեռնում ենք Իսկ այդ Մադրիդ ու Փարիզը այդ տարին սոսկալի էր էլի Երևի մոտ 30 կար, բայց հիմա 40 է 30-ի վաղ սաղ Փարիզը գնացեք կպել էր Սենային Հիմա էլ են կպել, բայց Կղզիներում բանում լիքը մարդ էր Մրջունների պես հավաքվել են, վերևից նայում ենք այդ Most Ալեքսանդրը Արևը ուր է, արդեն մայր է մտել Նայ, վերև Ինչ է վերև Այս սամպերը վարդակում, այդ նշանակում արևը մայր է մտել Այ հենց մայր մտնում Լավ, ես հեսա գարաժից կտնամ դուրս գալուց Դե լավ, այր ժան, լավ մնաք Ստեսություն ձեզ Ես սրտերն էլ ձեզ ուղարկենք Սրտերն էլ, սերն էլ Բարիությունը Ամեն ինչ ամենալավը ձեզ ենք ուղարկում Միշտ առողջ և մնաք խաղաղությամբ